Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքագետ, եվրոպագետ, պարոն Տիգրան Խաչատրյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ ուրախ եմ ձեզ ողջունելու մեր տաղավարում։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Եկեք վերջին նորությունից սկսենք մեր զրույցը եւ ձեր կարծիքը ստանամ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց, որ փետրվարին Հայաստան է ժամանելու փոխնախագահ Ջեյ Վենսը։ Այս մասին դեռևս դեկտեմբերին հաղորդումներ կային, մենք տեղեկացված ենք, բայց Թրամփը նորություն ասաց, պարզում է, որ Ջեյ Վենսը այցելելու նաև Ադրբեջան։ Եվ ինչպես Թրամփն է տեղեկացնում, Հայաստանի հետ կնքվելու է խաղաղ, ես մեջ բերում եմ, խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր, ամերիկյան կիսահաղորդիչների արտադրողների հետ գործարքներ, իսկ Ադրբեջանի հետ ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումների, ինչպիսիք են զրահաբաճկումներ, նավակներ եւ այլն, վաճառքի մասին են ուրեմն պայմանավորվածությունները ամրագրվելու։ Այստեղ ես ուզում եմ հիշեցնեմ նաեւ 2 օր առաջ կամ 1 օր առաջ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերն են փոխկապակցված լինելու եւ այստեղ Թրամփը Ալիևին Փաշինյանին նաև ասաց, որ այժմ տարածաշրջանում օրակարգը պետք է լինի ոչ թե պատերազմը, այլ բարգավաճումն ու խաղաղությունը։ Եվ այսպես, Ջեյ Վենսը Հայաստանում, Ադրբեջանում ինչ է տրվում Հայաստանին, ինչ է տրվում Ադրբեջանին, ինչն է այս ամենի մեջ հուսադրող, իսկ ինչը ձեզ համար անհանգստացնող։ Հենց այն ինչ դուք թվարկեցիք, իրենից ներկայացնում է այն հետաքրքրությունները, որ ԱՄՆ-ն ունի այս տարածաշրջանում։ Մենք պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ն ոչ թե գրգռված է առանձին պետությունների հետ իր հարաբերությունները խորացնելով, այն դիտում է որպես մեկ տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Եվ ցանկացած նախաձեռնություններ դրում ինքը դիտարկելու է այդ տեսանկյունից փոխկապակցվածությունը հարևան երկրների հետ։ Այստեղ իհարկե ամերիկյան ներգրավվածությունը միայն ողջունել է տնտեսական համագործակցություն, կոմունիկացիաների շրջափակում եւ այսպես շարունակ, բայց խնդիրը պետք է նայել, թե որքանով են Հայաստանի շահերը իսկապես բավարարվում, անվտանգության ռիսկերը փակվում եւ որքանով Ադրբեջանի պահանջները կատարվում։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումն է, այլ որքանով է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխկապակցվածությունը ապահովում իսկապես խաղաղություն եւ հետագայում անվտանգային ռիսկերի նվազեցում։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն աջակցելու է ռազմական ոլորտում, իսկ Հայաստանում կիսահաղորդիչներ եւ ատոմակայանի խնդիր։ Ատոմակայանի խնդիրն ինչ է, որ դա մի կողմից ռուսական կառավարման ներքո է, այստեղ պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ի շահերը ենթադրում են փոխկապակցվածությունները հնարավորինս մինիմիզացնել Ռուսաստանից եւ քանի որ ատոմակայանի փակման նաեւ խնդիր է դրվում Թուրքիայի, Ադրբեջանի կողմից, մենք ունենք էներգետիկ անվտանգության խնդիր։ Այսինքն, եթե հարցեր իսկապես փակվեն, որ մենք ոչ թե կախվածություն ենք ունենալու այսուհետ Ադրբեջանից Ռուսաստանի փոխարեն, ողջունել է այդ համագործակցությունը։ Եթե պետք է ատոմակայանը փակվի, միջուկային էներգետիկ համակարգի ինչն էր առաջարկվում, մոդուլային ատոմակայաններ, որոնք դեռևս փորձարկված չեն։ Եթե պետք է փորձարկեն, դա կրկին ռիսկեր է, որովհետև աշխարհում դեռևս հաջողությամբ դրանք փորձարկված չեն։ Հայաստանի համար ցանկալի կլինի, որպեսզի այդ միասնական էներգետիկ համակարգեությունը ինչն է ընդհանրապես միասնական տնտեսական կապեր ինչ են ենթադրում, համատեղ կառավարում։ Այսինքն Հայաստանը իր կառավարումը, եթե պետք է զիջի, օրինակ քեցի շուրջը զարգացումները երևի թե ավելի ակնհայտ է դառնում, թե ինչի շուրջ են, այսինքն Ռուսաստանից վերցնել, եւ եթե Հայաստանը կպահի իրեն որպես ինքնիշխան, շատ լավ է։ Բայց եթե Ադրբեջանն է պետք է մասնակցություն ունենա մեր էներգետիկ կառավարմանը, պայմաններ թելադրի, ծանրաբեռնի մեր էներգետիկ համակարգ եւ հոսանքազրկումները Հայաստանում շատանան, իսկ Ադրբեջանին մենք երաշխավորենք իրենց ապահովություն, այստեղ առաջանում են հարցեր։ Ուզում եմ ասեմ, Հայաստանի շահը ես կասկածամտորեն եմ վերաբերվում, որ վերջնականորեն պաշտպանվում է։ ԱՄՆ-ի եւ միջնորդությամբ Ադրբեջանն ու Թուրքիան թելադրում են իրենց պայմանները։ Ես տեսնում եմ այստեղ նման խնդիր եւ լավ կլինի, որ իշխանությունները բացատրեն, թե ինչ են հասկանում միասնական էներգետիկ համակարգ ասելով, ինչ են հասկանում այդ թրիփի մնացած առանձնահատկությունները հաշվի առնելով, որովհետև այն ինչից նրանք բողոքում էին նոյեմբերի 9-ի փաստաթղթից, 9-րդ կետից, որ միջանցք է, այդ 9-րդ կետի ձևակերպումը ուղիղ փոխանցվել է թրիփի պայմանագրի մեջ։ Այսինքն
բացարձակապես տարբերություն չկա։ Բացի որպես բերի հիշատակում։ Դու նկատի ունեմ էությունը։ Եթե տարբերությունը ԱՄՆ-ն գար տանք Ադրբեջանին միջանցք, թող այդպես էլ ձևակերպեն, ի՞նչն է խնդիրը, որովհետև Նիկոլ Փաշինյանը հիշում եք, ասում էր մենք պատրաստ ենք Ադրբեջանին տրամադրել հաղորդակցություն այնպես, ինչպես Իրանն է տալիս։ Բայց մենք տեսնում ենք, որ սա տարբեր է։ Եթե Հայաստանը կտա հաղորդակցություն այնպես, ինչպես Վրաստանն է տալիս, ես խնդիր չեմ տեսնում։ Միայն ողջունելի է։ Այսինքն ամերիկյան ներդրումներ, միջազգային տրանզիտ, այստեղ հենց դա է խնդիրը, որ սա ոչ թե ազատ տրանզիտի մասին է խոսքը, այլ իրավունքի մեջ գոյություն ունի սերվիտուտ հասկացություն, երբ հարևանը ուզում է կապել օրինակ իր մյուս հողամասի հետ, ես կոպիտ օրինակ եմ ուղղակի բերում, բայց չի չափազանցեցնել, ստանում է քո տարածքով իր ենթակառուցվածքները անցկացնելու իրավունք, օրինակ ենթադրենք ոռոգում է ուզում ապահովել, դիմում է դատարան կամ քո հետ պայմանավորվում է, որ քո տարածքը օգտագործում է իր ոռոգման ցանց անցկացնելու համար, ինքը ներդրումներ է անում, եւ այստեղ հետաքրքիր էր, որ ամերիկյան կողմը բանակցում է ադրբեջանական կողմի հետ, որ համատեղ ներդրումային ծրագիր իրականացնեն, այսինքն Ադրբեջանը ներդրում ունենա այդ ընկերությունում, որը հետագայում ձևավորվելու է։ Եվ այստեղ կրկին հարցեր են առաջանում, հստակություն չկա 74%-ի մեջ հստակ ամերիկյան է դա, եւ եթե ամերիկյանը, օրինակ թուրքական, ադրբեջանական ընկերությունները իրենց հերթին այդտեղ լինելու են, թե չէ։ Սա ապագա ռիսկերի մասին է խոսքը, որոնք փակված չեն դեռևս։ Թրիփի մյուս խնդիրը, որ ես տեսնում եմ, որոնք հասցեագրված չեն, ասում եմ, հստակ առանձնացնենք, հա, այստեղ ամերիկյան համագործակցության մասին չէ խոսքը։ Օրինակ ես ինչն եմ այստեղ պրոբլեմատիկ տեսնում, որ ԱՄՆ-ն կարծես, ինչպես ասացի, տարածաշրջանային տրամաբանությամբ է տեսնում, բայց արդյոք ավելի լավ չէր լինի, որպեսզի Հայաստանի տրվեր իր անվտանգության, որովհետև մենք ճշտամական երկրներ ենք եղել երկար ժամանակ, Ադրբեջանի նկատմամբ չկա վստահություն իր պայմանավորվածությունները կատարելու, մենք դա տեսնում ենք ոչ միայն նոյեմբերի 9-ով, այլ առհասարակ հրադադարի պայմանագրերի այսպես շարունակ։ Հայաստանի մասնաբաժինը պետք է լինի այնպես, Հայաստանի ներկայացվածությունը, որ մեր ինքնիշխանությունը իսկապես հարգվի, որովհետև եթե ԱՄՆ-ն Թրամփի վարչակազմը փոխվեց քաղաքականություն, բայց Հայաստանը արդեն պարտավորություններ է ստանձնել, որ պետք է ապահովի անխոչնդոտ կապ։ Դա ինչ է նշանակում, որ անկախ ԱՄՆ-ի ցանկությունից Հայաստանը արդեն 50-ից 100 տարով ունի պարտավորություն, որը Ադրբեջանը փոխադարձորեն չի ապահովում։ Ասում են փոխադարձ առավելություններ, բայց որոնք են դրանք։ Հստակություն չկա։ Միջազգային պայմանագրերի մասին ընդհանրապես սկզբունքներ գոյություն ունեն, իրավական որոշակիություն։ Չպետք է տարանթերցումների տեղիք տան։ Օրինակ, երբ ասում ես փոխադարձ առավելություն, բայց հստակ չես ասում դա ինչ է, որը կառաջացնի Ադրբեջանի փոխադարձ պարտավորությունը, Ադրբեջանը ոնց ուզի կմեկնաբանի։ Ինչպես հիմա իրանք մեկնաբանում են սա որպես Զանգեզուրի միջանցք։ Իրենք չեն հրաժարվում այդ խոսույթից։ Որքան Նիկոլ Փաշինյանը միջազգային ատյաններում եւ այլն Հայաստանի ներսում հերքում են, նրանք շարունակում են դա ասել, հետաքրքիրն էր, որ Թուրքիայի արտգործնախարարը վերջերս աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանի կարևոր դերակատարությանը այս գործընթացում շեշտեց, որ դա Ադրբեջանի պահանջները լիովին բավարարել է եւ կրկին օգտագործեց միջանցք հասկացությունը, բայց Հայաստանում դրան արձագանք չեղավ։ Տեսեք, ես ներկայացրեցի, դա շատ հետաքրքիր է ընդհանրապես թրիփի հետ կապված ձեր դիտարկումները, ես մեր լսարանին ներկայացնեմ նաև այն ինֆորմացիան, որը մոռացա սկզբից եւ այդ ասելու, Տիգրան Խաչատրյանը, պարոն Խաչատրյանը Facebook-յան էջ ունի եւ YouTube-յան էջ ունի եւ բարբերաբար շատ հետաքրքիր վերլուծություններով է ներկայանում այնտեղ եւ այդտեղ կար թրիփի կարծեմ ամբողջ փաստաթուղթն էիք, այո, դուք ուսումնասիրել եւ ներկայացրել փաստաթղթի էությունը եւ կետ առ կետ գնացել էիք։ Շատ հետաքրքիր էր այդ ձեր վերլուծությունը եւ դա մենք կանդրադառնանք դեռ թրիփի հարցերին, օրինակ դուք հարց եք բարձրացրել, այնուամենայնիվ ինչու 74 տրվեց Միացյալ Նահանգներին, ինչու Հայաստանը 26%-ով մնաց, եթե կարող եք դա ներկայացնել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը դա համարեց արդար, բայց չբացատրեց, թե ինչու է արդար, երևի տրամաբանությունը հետևյալն է, որ ԱՄՆ-ն քանի որ ֆինանսական ներդրումներ է անելու, ինքը պետք է նաև շահույթ ունենա, հետևաբար 50 տարում, չնայած գիտեք ինչն է այստեղ հետաքրքիր, որ 49 ավելի ճիշտ տարում
Հայաստան ունենում է 26, հետո եթե երկարաձգվի եւս 50 տարով, ունենալու է 49, այսինքն կարծես Էլի ոչ 50, այո, 51։ Կարծես միտումնավոր եւ դա ես վստահ եմ Ադրբեջանի պահանջն է։ Ես այստեղ գիտեք ինչն եմ տեսնում, որ Հայաստանի իշխանությունը ոչ թե ամերիկան է խնդիրը, բացարձակապես, այլ Հայաստանի իշխանությունները իրենց շահերը Ամերիկային ճիշտ չեն ներկայացրել, բացատրել անվտանգային ռիսկերը ապագայի։ Քանի որ ընտրություններում վերընտրվելու խնդիր կա, լեգիտիմության խնդիր կա, առիթից փորձել են օգտվել եւ ուրախությունն էլ Հայաստանի իշխանությունների չեն կարողանում թաքցնել, որ սա շանս է վերջապես հայ ժողովրդի ներկայացնել, որ բերվել է խաղաղություն եւ ոչ միայն խաղաղություն, այլև Ամերիկայի աջակցություն, տնտեսական օգուտներ։ Եվ այստեղ շտապել են առանց շատ խորամուխ լինելու, եթե ոչ դիտավորությամբ, հնարավորինս դա անել առանց ռիսկերը հաշվի առնելու։ Լավ չեն բանակցել։ Եթե ամերիկյան ներդրումների խնդիր կա հետ բերելու, թող դա լիներ օրինակ տեսականորեն վարկի տեսքով։ Օրինակ Հայաստանի մասնաբաժինը այնպես լիներ, որ եթե ԱՄՆ-ը պետք է իր ներդրումները հետ վերադարձնի որոշակի երաշխիքներով։ Օրինակ հայ-ռուսական հարաբերություններում, թեև իրենք հենց քննադատում են շատ, գույք պարտքի դիմաց եւ այսպես շարունակ, կարող են հենց Ռուսաստանի հետ սա այս հնարավորությունը օգտագործել, սկսել բանակցություններ, որ ձեր ներդրումները կամ արեք, օրինակ ենթակառուցվածքներում, եթե ոչ, խնդրում եմ փոխանցեք Հայաստանին, կամ կիսեք օրինակ ամերիկացիների հետ այդ հնարավորությունները, որպեսզի ամերիկյան ներդրումները ամերիկյան կողմի համար հետաքրքիր լինի Հայաստանում ոչ թե գալ ուղղակի Ադրբեջան Նախիջևան կապ ապահովել, որովհետև ամբողջ դրա անվանությունը դա է կարծես, այլ լայն հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացում լինի տարբեր ոլորտներում, IT-ից սկսած, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էներգետիկա, մենք հաճախ է թմկահարվում, որ ԱՄՆ-ն հենց ինչ-որ մի մասնաբաժին ունեցավ, ուրեմն մենք մեր անվտանգությունը ապահովված է։ Դա չափազանցված է որ առումով, եթե հստակ պայմաններ շարադրված չեն։ Օրինակ, գերմանական ընկերություն կա մեր հանքարդյունաբերության ոլորտում։ Եվ կարծեմ մասնաբաժինը 50%-ից ավել էր, օրինակ այդ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում։ Դուք տեսել եք Գերմանիայի ակտիվ մասնակցություն մեր անվտանգային հարցերին։ Այսինքն չկա նման բան, որ եթե ամերիկյան է, ամերիկան ամեն ինչ անելու է, որ իհարկե իր ընկերության շահերը կապահովի, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի անվտանգության ռիսկերը կվերցնի իր վրա։ Հատկապես TTIP-ում դրա մասին ոչինչ չկա, այդ փաստաթղթում։ Եվ չպետք է մոռանալ, որ փաստաթղթի նախաբանում գրված է, որ իրավական պարտավորություններ չառաջացնող է սա, դեռևս։ Այսինքն սա քննարկվող աշխատանքային փաստաթուղթ է, կարելի է վերանայել։ Հետևաբար իմ հորդորն է Հայաստանի իշխանություններին վերանայել այդ բոլոր կետերը, որոնք ապագայում ռիսկեր ականներ են Ադրբեջանի Թուրքիայի կողմից դրված, կաշխատեն ոնց էր 70 տարի խաղաղություն հայ-ադրբեջանական խորհրդային միության կազմում, բայց մենք հիշում ենք Տավուշում ինչպես էին ներխուժում անկլավներով։ Իրանց մոտ կա այդ 100-ամյա ծրագիրը եւ պատահական չէ, որ դա հայ-իրանական սահմանով է անցնում։ Թող անցներ օրինակ այլ որպես անվտանգության երաշխիք, որ Ինչու եք դա։ Տեսեք, բացատրում եմ, որ կապը կարճ է, հա, ընդհանրենք այդտեղ, բայց կլիներ մեծ համար անվտանգության վստահության ցուցիչ, որ ապաշրջակփակվեր ամբողջ Հայաստանի ենթակառուցվածքները, ոչ թե այդ հատվածը, որ ամենանեղ հատվածն է եւ ուղղակիորեն հայ-իրանական սահմանով է անցնում։ Դա այն ծրագիրն է, որը կա եւ Ալիևը չի թաքցնում, որ այս տարածաշրջանը Նախիջևան, Զանգեզուր, Ղարաբաղ իրենց խոսքերով դառնա մեկ տարածաշրջան։ Տեսեք, եթե երկաթուղի է կառուցվելու, էներգետիկ համակարգեր են անցնելու եւ այդ սերվիտուտային պարտավորությունը, որ ասացի, տրանզիտից տարբերվում, այստեղ իրենք կարող են մանիպուլացնել ինքնիշխանություն տերմինը։ Տեսեք, ես չեմ ասում ինքնիշխանությունը զիջվել է։ Ես ասում եմ սահմանը փակվում է։ Այսինքն կա ինքնիշխանության 100% անոց, բայց Հայաստանը դրա մոտ 50-ը զիջում է։ Էլի պահպանում է անվանապես իր սեփականության իրավունքը, բայց ինչպես ասացի, երկաթուղին անցավ, նավթագազ զանգուները անցան, դա համարվելու է ոչ հայկական Հայաստանի հողի վրա։ Եվ եթե անխոչնդոտ դրանք պետք է լինեն, եւ եթե ինչ-ինչ պատճառներով խոչընդոտվեց, կոպիտ օրինակ բերեմ, էլի չափազանցված ընդհանրենք այդ սերվիտուտի օրինակով երեխան գնաց փակեց ինչ-որ մի հատ փական, որը ջուրը հոսում է հարևան հողամաս, այս դեպքում Ադրբեջանից Նախիջևան, Ադրբեջանը կարող է պահանջել միջազգային ինքը չի կարող անմիջապես ուժ գործադրել, բայց կարող է պահանջել միջազգային ճնշում Հայաստանի վրա ապահովել անխոչնդոտ կապը։ Կդիմի ԱՄՆ-ին,
ԱՄՆ-ն ենթադրենք օրինակ խառն է չի մասնակցում։ Ինքը իրեն իրավունքը վերապահի, ինչպես Լաչինի Միջանցքի դեպքում էր, այլ դեպքերում էր, ուղղակի մտնի եւ ասի ես իրավունք ունեմ վերականգնել, որտեղ Հայաստանը պարտավորվել է դրան խոչընդոտ կապը ապահովել։ Ես չեմ գրավում Հայաստանի տարածք, ես ուղղակի գնում եմ այդ անխոչընդոտ կապը ապահովել։ Եվ այդ լեգիտիմ հիմքով ինքը կարող է հետագայում, ես չեմ ասում հիմա, այդ ագրեսիա հիմքերը ստեղծել։ Դա է ականը ռիսկը, որը ես տեսնում եմ եւ ես հորդորում եմ միակողմանի զիջումը Ադրբեջանին հանել հատկապես նոյեմբերի 9-ից հրաժարվելուց հետո։ Նոյեմբերի 9-ից դուք ինչի հրաժարվեցիք։ Որտեւ 9-րդ կետում տեսան Միջանցքի վտանգ, ճիշտ է։ Ռուսական վերահսկողությամբ։ Հիմա ամերիկյան վերահսկողությամբ Միջանցքի վտանգը ինչի չեք տեսնում։ Ամերիկան հավերժ ձեր անվտանգությունը ինչով է երաշխավորելու, էլ ես ուզում եմ հասկանալ։ Այստեղ հակաամերիկյան տրամադրություն չի, ես ուզում եմ հասկանալ երաշխիքը որն է։ Թրամփի բարեկամքը կարող է այլ նախագահ այդ բարեկամքը չունենալ։ Ինչպես մենք տեսնում ենք, որ այսօր Թրամփը հրաժարվում է Ուկրաինային աջակցելուց։ Ես բերեմ օրինակ միակողմանի հակառակը Զելենսկուն է մեղադրում, որ խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բարոն այսօր կարող են Հայաստանի մեղադրել, որ ինչու է Ադրբեջանի կապը ընդհատել։ Այստեղ բոլորը նշում են, որ դա դեռ հայտարարության մակարդակով է, այդ փաստաթուղթը չի ամրագրված, օրենքի ուժ չի ստացել, եւ դա է տալիս ձեզ նաեւ այդ հնարավորությունը, որ դուք կոչ անեք, որ դեռևս ստորագրված չէ, դեռ կարելի է ինչ-որ իրավիճակ փոխել։ Ես շտապում եմ դա տեղեկացնել, որպեսզի ապագայում այդ ռիսկերը նվազեցվի, Ադրբեջանին չտրվի լեգիտիմ հիմք, հետո էլ գնա Ռուսաստանին դիմի, որ Ռուսաստանը նորից գա։ Եթե Ամերիկան օրինակի համար հասկանում եք, այսինքն սա պետք է նաև գիտակցել, որ առաջին անգամ երբ հնչեց թրիփի մասին, եթե հիշեք, ով ասաց։ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքը։ Եվ հենց նա այնտեղ խոսեց 100 տարվա մասին։ Այո, 42 կիլոմետրի մասին։ Ինչու հենց Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը, այլ ոչ թե Բելգիայում ԱՄՆ-ի դեսպանը կամ չգիտեմ այլտեղ։ Սա մատնում է հենց, որ սա թուրք-ադրբեջանական լոբինգով առաջ տարված է, եւ Հայաստանը ուղղակի հելու հնազանդ բոլոր պայմանները առանց խորամուխ լինելու, կամ եթե փորձեն արել են ձևական, բոլոր պահանջները ԱՄՆ-ն ինչ խնդիր ունի։ Հարցրել է օրինակ Հայաստանի իշխանություններին, օքեյ, ասել են օքեյ, վերջ։ ԱՄՆ-ն Թրամփը իր գեոքաղաքական բարձրությունից շատ խորամուխ չի լինելու հայերի անվտանգային այդ զգայուն խնդիրների նկատմամբ, եթե ձեր համար օքեյ։ Բայց ես վստահ եմ, որ ինչպես այն բանաձևերը, որ ԱՄՆ-ն ընդունել էր Ադրբեջանի դեմ, ԱՄՆ-ը միակ երկիրն էր, որ Արցախին ուղիղ աջակցություն էր ցուցաբերում։ Դա ինչի շնորհիվ էր, որ հայկական սփյուռքի հետ համատեղ Հայաստանի իշխանությունները կարողանում են լոբինգ անել իրենց շահերը։ Այսինքն ամենը խնդիր չունի Հայաստանի շահերը հարգելու, եթե դա ճիշտ ներկայացվի ու պաշտպանվի։ Ես այստեղ տեսնում եմ, որ ուղղակի անտերության է մատնված իրենց իշխանության լեգիտիմությունը շտապ ապահովելու համար, որովհետև ընտրությունները մոտենում են։ Ժամանակ չկա բանակցությունների, որտեղ դա կարող է տևել տարիներ։ Տեսեք, հաճոյանալու ժողովրդին, հանրությանը դա մեկ հարց է, եւ երկրորդը հաճոյանալու Ալիևին, Ադրբեջանին։ Նաեւ, որպեսզի չկրակի, որովհետև հենց նա կրակեց բոլոր այս թեզերը հոտս են ցնդում։ Իսկ Ադրբեջանի Ալիևի ուրախությունը նույնիսկ չել թաքցնում։ Եթե նա իր պահանջների բավարարում չտեսներ, այսպես ջերմ մթնոլորտում այդ ամենը տեղի չէր ունենա եւ Վենսի այցը նաեւ հետևանքեր խաղաղության խորհրդի մասին էլ կարող ենք խոսել իդեպ։ Միանշանակ պետք է խոսենք։ Խաղաղության խորհրդում տեսանք ինչպես ջերմ մթնոլորտում Թրամփը, Ալիևը, Փաշինյանը նստած էին եւ առանձին հանդիպում եղավ Ալիևի հետ։ Ընդ որում թրիփի հետ կապված թեման է շոշափվում, երբ որ թրիփի հետ կապված թեման պետք է կարծես թե Հայաստանի հետ շոշափվի։ Այո, եթե դա հայկական է։ Բայց մենք ինչպես նշեցի, ԱՄՆ-ն նայում է սա որպես տարածաշրջանային նախագիծ։ Եթե դա տարածաշրջանային չէ, ԱՄՆ-ին հետաքրքիր չէ։ Եվ սա 100-ամյա պայքար է իրականում, եւ Արցախյան խնդիրը ինչ խնդիր էր լուծում։ Շատերը երևի ուշադրիչ չեն եղել, հա թե ինչ է աշխարհում շատ կոնֆլիկտներ կան, բայց ինչ էր Արցախյան խնդրում ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խումբ, եռանախագահություն, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, որովհետև Հայաստանը իրականում հանդիսանում է շատ կարևոր դերակատար միջազգային տրանզիտի համար։ Արցախյան խնդիրը բլոկավորում էր այդ տրանզիտը, որը հնարավորություն է տալիս այսօր բացի նավթագազային խնդիրները, սրվել են նաև, ինչպես գիտենք, արհեստական բանականության ոլորտում, IT ոլորտում, մրցակցությունը աշխարհում, ԱՄՆ-ն չկարողացավ Չինաստանին վերջնականորեն ճնշել, ինչու, որովհետև Չինաստանը, երբ որ մաքսատուրքերը մեծացրեց, նույնիսկ կարելի է սահմանափակեց եւ ինքը կրկին մաքսատուրքեր դրեց այդ կիսահաղորդիչների արտահանում վրա, որտեղ Չինաստանը ունի
մեծ պաշարներ ինքն է հանդիսանում այդ գործարանը աշխարհի։ Չիպերին, չիպերին։ Եվ ԱՄՆ-ն նահանջեց իրականում։ Եվ եթե տեսնենք Չինաստանի հետ այլևս կոնֆլիկտը թուլացել է, այսօր սրվել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության կոնֆլիկտը, ինչը աբսուրդ է թվում, բայց այսօր ես ծանոթանում էի եվրոպական բոլոր, այսպես գրեթե հեղինակավոր լրատվականների վերլուծականների անդրադարձը խաղաղության խորհրդին, Թրամփին ահա որ կարելի ասել նույնիսկ անձնապես սկսել են վիրավորել, ասելով դեղին իմպերատոր, բան, այսպես էլ իմպերիա, կայսր, որը առաջ է տանում բացառապես սեփական, կայսերական նկրտումները, անտեսելով ՄԱԿ-ը, անտեսելով ՆԱՏՕ-ի պարտավորությունները եւ այստեղ պետք է նաև նկատի ունենալ, որ Հայաստանը փաստորեն 30 տարի շարունակ Եվրամիության եւ ԱՄՆ-ի դիտանկյունից եթե նայում ենք, փակել է այդ ճանապարհը, որը հնարավորություն կտար իրենց անկախ ավելի լինել, ավելի համարձակ գլոբալ Չինաստան-Ռուսաստան հակամարտություն։ Եվ մենք իրականում շատ թանկին ենք վճարել այդ կապը բացելու համար։ Այդ պետք է գնահատվի դա։ Այսինքն դուք տեսեք Չինաստանից կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա ճանապարհը դառնում է անվտանգ ապահով Հայաստանի շնորհիվ։ Հայաստան կարող է դա կրկին չակերտավորեմ, ասում հարամել։ Այսինքն ունի այդ ռեսուրսը, փոքր երկիր։ Դա կարող անել Իրանի, Ռուսաստանի աջակցությամբ, կարող անել ինքնուրույն նույնիսկ։ Եվ շատ է ինչ է նշում հոկտեմբերի 27-ի պատճառները նաև Մեղրիի հետ էր կապված։ Դա պատահական չի։ Այսինքն այդ պայքարը աշխարհաքաղաքական մենք եղել ենք այդ հորձանոթում։ Եվ ԵՀԿ Մինսկի խումբը որ ստեղծվել էր, մեր սիրուն աշկերի համար չէր ստեղծվել, այդ բալանսը, այդ շահերը համադրելու համար էր ստեղծվել։ Դա թաղվեց, որովհետև փաստորեն Ռուսաստանը լրիվ դուրս է մղվում այստեղից, ուկրաինական կոնֆլիկտից հետո դարձան հակառակորդներ ուղղակի։ Ասածս ինչ է, որ անխոչնդոտ կապ ապահովելու պարտավորություն Հայաստանը պետք է վերցնի միայն այն դեպքում, եթե դա անում է Ադրբեջանը։ Եվ նույնիսկ կարելի է Ես ասում եմ, սա կարող է կոնֆլիկտային ընկալվել, հակամարտություն եք բացում, հազիվ են խաղաղության հասել, բայց Ադրբեջանին հավերժ զսպելու, որ ինքը նոր ագրեսիա չսկսի, պետք է դա իրեն հասկացնի։ Ադրբեջանը որտեղ անի, որ հատվածում Լաչին Արցախի թեման ինքը չպետք է մոռանա, եթե փորձի ապագայում Հայաստանի հանդեպ ագրեսիան։ Նա Նախիջևանի թեման է բարձրացնում, ասում է դու Նախիջևանով։ Նա արդեն լուծված է համարում Արցախի պարտավորություն չունի ընդհանրապես Հայաստանի առջև։ Դա հայլային ասելով նկատի չեն ունենում այլևս Լաչինի Միտյանսկ, Արցախ։ Այո, ցավալին դա է։ Նկատի են ունենում այլ հայլային, որը համեցեք։ Այո, եւ ցավալին հենց դա է, որ այդ մեծ կորուստների գնով, այսինքն մենք շատ բարձր գին ենք վճարել արդեն, Հայաստանը չպետք է նման պարտավորություն ստանձնի։ Այն էլ ԱՄՆ-ի առջև, երրորդ երկրի, այս դեպքում Ադրբեջանի հանդեպ։ Դա դառնում է միջազգային պարտավորություն։ Բայց դուք ինքներդ եք ասում, Հայաստանը ուրախացել է, որ կարողացել է գոնե այդ թնջուկը այս ձևով լուծել։ Դա համարում է, որ լուծված է այս թնջուկը, որը սկսված է դեռևս երևի թե 100 տարի առաջ եւ եթե ոչ ավելի շուտ։ Բայց ռիսկերը ականները մնում են։ Նոյեմբերի 9-ի ռիսկերը մնացել են 9-րդ կետի եւ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում է թե տոկոսայնությունը։ Տեսեք, եթե դա վերաբերել օրինակ նավթագազամուղներին, ես բան չնեմ ասելու, օրինակ Վրաստանն իր տարածքով նավթագազամուղներն անցնում են, չունի այնտեղ ինչ որ մասնաբաժին 100%-անոց նվազը, բայց երբ որ վերաբերում է ճանապարհներին, երկաթուղուն օրինակ վրաց ադրբեջանական 50-50 Ինչու է 49 անգամ 100 տարի հետո 49-ի համար ընդ որում դա շատ մեծ տարածություն չէ, որ ճանապարհները դա երկրի նյարդային համակարգն է։ Եվ համարում եք արդյոք, որ եթե հիմա Հայաստանը ցանկանար ներդրումների համար գումարներ ներքաշել, բերել որպեսի ներդրում անել եւ չլիներ 74, ինչպես ասում են, դե 74-ը, որովհետեւ ամերիկյան կողմը այդքան ներդրում է անում։ Չէր կարողանա Հայաստանը բերել այդքան ներդրում, որպեսի իսկապես ներդնել այդտեղ եւ չունենալ 26%։ Կարող էր։ Դե ես դա եմ ասում, որ փորձել չի արվել։ Օրինակ դուք լսել եք լրատվամիջոցներով նման տեղեկություն։ Չկա։ Օրինակ Հայաստանը առաջարկեր վարկային ծրագիր։ ԱՄՆ-ից խնդրել։ Դուք ասացիք վարկային ծրագիր։ Այսինքն, որ կամ ԱՄՆ-ին տրամադրել այլ հնարավորություններ դրա դիմաց։ Հիմա ես խնդրելու եմ դուք այսպես ասացիք, կետերով 2 կետ կամ 3 կետ, ինչ դեռևս դուք առաջարկում եք, այսպես ես հասկանում եմ, որ կրկնություն լինելու, բայց այսպես կետերով ես կուզենայի ասել, որպես ամփոփում այս հատվածի մեր հարցազրույցի։ Կետ առաջին Ադրբեջանի անխոչնդոտ կապը Նախիջևանի հետ ապահովելու պարտավորություն հայ-ամերիկյան փաստաթղթում չպետք է լինի։ Եթե դա լինի, դա պետք է լինի համարժեք Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը նույնպես այնտեղ պետք է նշվի, որ Հայաստանի առջև ունենում է նման պարտավորություն։
Եթե այնտեղ մեզ ասում են Հայաստանի իշխանությունները, որ փոխադարձություն սկզբունք ամրագրվեց, այդ փոխադարձ պարտավորություններով, թող դրվի աստղանիշ վերևը, եւ տակը բացատրվի ինչ է նշանակում փոխադարձ առավելություն։ Դե կարծեմ նորից եմ կրկնում, Ալիևը այսպես Նախիջևանով դուք կանցնեք, չգիտեմ։ Այո, եւ այսօր ինչ է ոգևորված բենզին թողում, ցորեն թողում, դա է հենց փոխադարձ առավելություն, որի կարիքը մենք կենսական իրականում չունենք։ Այսինքն որ մտածենք, որ մենք բենզինի կարոտ էինք կամ ցորենի կարոտ էինք, չէ, դա առավելություն չի։ Ընդ որում մենք տեսնում ենք, որ գների վրա էլ մեծ հաշվով շատ քիչ է ազդում, որովհետև բենզինի գները օրինակ 2023 թվականին ռուսական այդ սանկցիաների արդյունքում դարձել էր 330 դրամ։ Այսօր 100 դրամով դեռևս թանկ է։ Գոռում են մեծ առաջընթաց է, բայց բենզինը դեռևս թանկ է մինչև եվրոպական շելի մուտքից հետո։ Եվրոպական շելը եկավ ինչու որ որակով բենզին են բերել, հետեւաբար թանկ է։ Տեղական շուկան ռուսական բենզինի գինն էլ բարձրացրեց արդյունքում։ Դա գուցե առողջ մրցակցությանը միտվում էր, որ որակ լինի, բայց արդյունքում գները բարձրացան, որական հասկանալի է։ Մի խոսքով իմիտացիա արվեց։ Իմիտացիա արվեց, եւ այդ առավելությունը շատ թանկ, այսինքն մենք թանկ վաճառում ենք մեր շահերը Ադրբեջանին, իրականում ցավալին այն է ԱՄՆ-ի լեգիտիմության ներքո, որ խոսալու տեղ չթողնեն, այդ է ցավալին։ Երկրորդ կետը, առաջինը ասացիք, երկրորդ տոկոսայնությունը պետք է հասկանալ ինչու է այդպես, բացատրում են իբր ամերիկյան ներդրումներ, բացատրեք ինչու դա հնարավոր չէր հայկական փողով կամ վարկային միջոցներով։ Մարդիկ նույնիսկ զենք են գնում վարկով, հա, իրենց անվտանգությունը ապահովելու համար։ Սա ինչ խնդիր էր, որ վարկային միջոցներով հնարավոր չէր, Հայաստանը չունի այդ միջոցները արդյոք։ Եթե չունի արդյոք չէր կարելի հայ ժողովրդի սփյուռքի հետ այնպես աշխատել, որ դրա համահավաքով դա ապահովեինք, օրինակ տեսականորեն, որպեսզի մեր ինքնիշխանության խնդիրն է սա, մեր անվտանգության խնդիրն է սա։ Բայց դուք սերունդների հարց է սա։ Վտանգ եք տեսնում հարյուրամյա խնդիր։ Ես տեսնում եմ վտանգ, որ դա կարող է թուրքական, ադրբեջանական հետագայում մասնաբաժին այնպես ավելանալ, որ նույնիսկ դուք չզգաք, հետո պարզվի, որ դա ոչ թե հայ-ամերիկյան, այլ հայ-ամերիկա-թուրք-ադրբեջանական է, որտեղ Հայաստանի խոսքը ընդամենը 26%-ը ընդդեմ թուրք-ադրբեջանականի ենթադրենք 50%։ Եվ 26%-ը կարող են գները դա գուցե ֆանտաստիկա է, բայց մեկ օր էլ առաջարկեն 26%-ը գնել։ Ինչպես ռուսականի դեպքում մենք տեսանք, որ Գազպրոմը երբեք էր քիչ-քիչ, վերջում 20% էր մնացել, դա էլ վերցրեցին, հա։ Ինչու ենք համոզել, որ աշխարհակը հատկապես Թրամփի բացահայտ անկեղծ ցուցադրությունը, որ կան միայն շահեր, արժեքներ, դեմոկրատիա մեզ համար առաջնային չէ, եւ այդ անվտանգության խորհուրդը, խաղաղության խորհուրդը ներողություն, դա ամրացրեց։ Այդ համոզումը, որ Թրամփի համար կարևոր է ոչ թե պետությունների դեմոկրատական լինելը, այլ որքանով են նրանք սպասարկում իր շահերը։ Եթե երրորդ կետ ունեք առաջարկի, երրորդ կետը վերաբերում է տոկոսայնության մասին խոսեցի, պարտավորության մասին խոսեցի, նաև 49-100 տարվա նման, ես դա համարում եմ գաղութային պարտավորություն իրականում, մոտ դրան, կապ չունի ԱՄՆ-ն ով ուզում է լինի, հա, որտեղ կրկին 49% է մնում, 50-ից չի անցնում Հայաստանի մասնաբաժինը։ Նման ժամանակահատված պետք չի գրել եւ ես իմ հաղորդումներում կոչ արեցի ուսումնասիրել Հեյդար Ալիևի փորձը, այսպես շփվում եք ադրբեջանցիների հետ, մի հատ Իլհամ Ալիևին հարցրեք ձեր հայրը։ Դարի պայմանագիրը կնքեց 94 թվականի պարտության խայտառակության պայմաններում, հա, երբ որ մեզ ինչ են ասում, մենք ստիպված ենք այս պայմանները ընդունել, ասում են դե պարտված ենք, ուժ չունենք։ Ադրբեջանը ավելի խայտառակ պարտություններ գրել իր տեսանկյունից եթե նայենք, բսկտված քաղաքացիական բախումներով բսկտված երկիր, կնքեց 80% փայաբաժնով, 20%-ը բաժանելով British Petroleum-ի, ամերիկացիների, ռուսների, անգամ իրանցիների, այսինքն բոլորին ներգրավեց տարածաշրջանի, ոչ միայն Ամերիկային։ Դրանով հավասարակշռելով 30 տարով, 30 տարի հետո ներդրումները դարձան ադրբեջանական, Ադրբեջանի տարածքում։ Իրան ոնց հաջողվեց։ Դուք ինչ եք մտածում, որ եթե պարտվել եք, ուրեմն պետք է լրիվ հանձնվել։ Աշխարհում բոլոր երկրները գրեթե բացի երևի Միացյալ Նահանգներից պարտվել են պատերազմներում, բայց դա չի նշանակում քո ինքնիշխան իրավունքները զիջել։ Շնորհակալ եմ, գովազդ ենք հայտարարում եթերում, սիրելի հայրենակիցներ, գովազդային ընդմիջում է, մնացեք մեզ հետ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքագետ Եվրոպագետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, այստեղ մենք խոսում ենք եւ Թրիփից եւ հայ-ադրբեջանական հարաբերություններից, Հայ-Ադրբեջան եւ Միացյալ Նահանգներ։ Պարզապես տարակուսանք
առաջացրեց Թրամփի լրատվամիջոցները այդ մասին խոսում էին, վերլուծաբանները այդ մասին խոսում էին, Թրամփի այն ձևակերպումը, որ հիշում եք, ասած որերորդ անգամ նա հիշեցրեց, որ Պուտինը նրան ասել է, ես չէի կարողանում լուծել, դու ինչպես հաշտեցրեցիր այդ 30 տարվա ուրեմն հակամարտությունը Ադրբեջանի եւ Հայաստանի եւ քեզ դա հաջողվեց, եւ նա ասաց, Թրամփը ասաց, դա առավել կարեւոր էր, քանի որ դա իր տարածքն էր, դա վրիպում էր, թե իսկապես Թրամփը եւ Պուտինը ունեն իմ ու քո տարածքներ եւ արդյոք Հայաստանը եւ Ադրբեջանը տվյալ դեպքում արդեն հարավային Կովկաս ենք դիտարկում Թրամփի գիտակցության մեջ ընկալմամբ դա Պուտինի տարածքն է մեծ հաշվով կա այդ ընկալումը եւ ներողություն եւ այդ դեպքում թրիփ ուղին դա ինչ է մտնել ներխուժել է Պուտինի տարածք կներեք որ այսպես հարցնում եմ բայց այդպես է ստացվում մենք պետք է մեզ վերաբերող բոլոր հարցերն այն գլոբալ կոնտեքստում որովհետեւ հասկանանք Թրամփին չի ասում նայենք Ուկրաինայում ինչ է կատարվում ըստ Թրամփի Թրամփին չի առաջարկում Ուկրաինային դե հիմա Թրամփը ընդհանրապես ռեալ պոլիտիկ է գաղափար, այսպես նաև բիզնեսից լինելով ոլորտից, ինքը նայում է փաստերին, ոչ թե իրավական փաստաթղթերին, այդ մասին նա բացահայտ հայտարարեց։ Դե լավ, հիմա կորցրել եք Դոնբաս ղրիմ, ճանաչեք ռուսական, վերջ։ Դա իր առաջարկը։ Այսինքն, սա Պուտինին է, մարդը կարացել է այդքանին հասնի, պետք է ընդունել, իսկ Ուկրաինայի ես քեզ չեմ օգնի, մինչև քո մետաղները թանկարժեք այդ որ կա, ասես Բայդենը ապրծպր կնել է կարտայցյանս համար ծախսել է, ես մի կոպեկ ավել չեմ տա, թե իմ շահը չտեսնեմ այստեղ, այսինքն գնում է գործարքի ընդհանրապես նաև այդ խաղաղության խորհուրդը ոչ իրավական, այսինքն միջազգային կազմակերպություն չէ, որ ձևավորվեց 19 պետություն ստորագրեց այդ թվում Հայաստանը, դա կարելի ասել քաղաքական ակումբ է որտեղ Թրամփը թելադրում է խաղի կանոններ։ Թրամփը ըստ էության հիմա ձևակերպում է սեփական աշխարհակարգը, իր աշխարհակարգը, ոչ թե ՄԱԿ-ի, ոչ թե երկու արպետությունների, այլ Թրամփյան աշխարհակարգ է, հենց ամերիկյան եվրոպական մեդիայում դա կոչվում է Դոնրոյի դոկտրին։ Մոնրոյի դոկտրինը փոխել են Դոնրոյին, ինձ Դոնալդի էլի, Դոնրոյի դոկտրին, որտեղ աշխարհը բաժանում է ազդեցության ոլորտների։ Արևմտյան կիսագունդը, Գրենլանդիան, որ ասում ես պետք է վերցնեմ, Թրամփինն է, ռուսական, այսինքն Պուտինին է։ Ինքը անձնավորում է։ Ես իր մեջ չեմ տեսնում, այսպես ասած, այդ միջազգային մեր ավանդական պատկերացումները, որ կան միջազգային կազմակերպություններ, պետությունների ինչ որ դաշինքներ են իմաստով, որ դրանք իրավաբանորիներ հետ պարտավորված են, ոչ ակումբ, որտեղ դու անդամավճար պիտի վճարես $1 միլիարդ, եթե ուզում ես մնաս։ Իմ ակումբի, իմ տարածքի մեջ ես, ես քեզ պաշտպանում եմ իմ խաղի կանոններով։ Սա իմ տարածքն է։ Բայց ոնց է Ուզբեկստան, Հայաստան, Ադրբեջան իր տարածք, ուրիշի տարածք ըստ Թրամփի։ Ըստ Թրամփի ինքը փորձում է ինչպես Ուկրաինան կիսել, այսինքն արևելքը Պուտին քեզ ինձ, հիմա այս ռեգիոնը, այս հատվածը իմն է, այսինքն եթե դու ուժ ունես Վրաստանի վրա, Հայաստանի վրա, արի բաժանենք։ Ես դաժե կներեք այսպես չեմ բացառում, որ եթե Ռուսաստանը բավական ռեսուրս եւ ուժ ունենա, կարող է նաեւ մաս կազմել Թրիփին։ Ուղղակի չունի այդ ուժը այդ ռեսուրսը։ Այսինքն Թրամփը դրան դեմ չի լինի։ Բայց մենք դեռ չենք լսել Ռուսաստանի վերջին խոսքը։ Այո, որովհետև մենք եթե ուշադիր լինենք, նաև Փաշինյանը առաջարկեց Ռուսաստանին մասնակցել։ Չբացառեց, այսինքն դա բոլորի համար է, եկեք եւ այլն, որովհետև ինքն էլ չգիտի, թե իրականում Թրամփը թե Ուկրաինայի հարցում, թե այլ հասարակ, ինչպիսի պայմանավորվածություններ կգնա Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ահռելի է։ Մեկ օրում դա հնարավոր չէ վերացնել։ Ամբողջ էներգետիկ համակարգը ռուսական է, մեծ հաշվով։ Տրանսպորտային երկաթուղիները ռուսական են։ Հեծը փորձեցին վերցնել, բայց դեռևս դատ է գնում, կարելի ասել, հա։ Այստեղ դժվար է պատկերացնել, որ հատկապես հայ-ռուսական բոլոր պարտավորությունները դեռևս ուժի մեջ են։ Հապկի, Սառեցում ասվածը դա այնքան պոպուլիստական է ժողովրդի համար։ Դու կամ կազմակերպության անդամ ես կամ ոչ։ Եթե դու որոշ ժամանակ անց չես կատարում քո պարտավորությունները, քեզ հեռացնում են։ Եթե դեռ չեն հեռացրել, ուրեմն դու կատարում ես քո պարտականությունները։ Դե Պուտինը ինքը հայտարարեց, ասեց Հայաստանը սառեցված է, բայց շարունակում է։ Ընդհանրակարգ գոյություն ունի։ Հապկի անդամ որ։ Լիրավ անդամ են որում ընդհանրակարգ գոյություն ունի։ Դիմում ես քո դուրս գալու ամսաթիվն ես նշում, նման բան արել են։
Դա ցածր պարտադիր կարգ է։ Լավ, դա Հայաստանը Թրամփ ներողություն ՀԱՊԿ եւ Ռուսաստան փոխհարաբերություններն եք վերցնում։ Հիմա մի հատ եկեք նորից հետ գանք Թրամփի այդ ընկալմամբ Հարավային Կովկաս կոչվածը կամ Հայաստան, Ադրբեջանը նվազագույն առնվազն դա Պուտինի տարածքն է, եթե այդպես է ինչ է անում նա Թրիփով այստեղ եւ դրան հաջորդիվ գուցե հենց այդ հայտարարությունից հետո էր որ այդ Սալավիովը եւ Դուգինը տենց արդեն սկսեցին եւ նրանցից հետո արդեն տարբեր մենք ելույթներ ենք տեսնում որ նրանք ասում են գալու ենք վերցնենք դրանք ով են որ անկախ պետություն լինեն իրենց երևակայում են անկախ պետություն Եթե դուք ուշադիր հետևեք ռուսական այդ քարոզների մեջ հղումը Թրամփին առաջնային տեղ է զբաղեցնում այսինքն նրանք լեգիտիմացնում են այդ խոսույթը Թրամփի հայտարարություններով եւ մեծ հաշվով անգամ գիտեք մեր մեդիայում քանի որ հակառուսական քարոզչություն կա ամբողջությամբ նույնիսկ չեն տեղադրում ես օրինակ Դուգինի հայտարարությունը դուք լրիվ կարդաք նա ինչ է ասում որ ասել էր Հայաստանի ինքնիշխանություն չպետք է լինի բան չպետք է լինի ասում է չկա աշխարհում ինքնիշխան երկիր ընդհանրապես որը ունի ատոմային զենք միջուկային զենք ասում է այդ բոլոր պետությունների ինքնիշխանությունը նոմինալ է դա ըստեյության Թրամփի պատկերացումն է այն իմաստով, որ ուժն է մեծ հաշվով որոշում, Գրենլանդիան տիպիկ օրինակ, հա, ասում են դա ինձ պետք է։ Հիմա դա քոնը չէր, ուզում ես կառնեմ, ուզում ես կգամ զորքով կվերցնեմ։ Դա իմն է, որոշված է իմ համար։ Այսինքն Թրամփը ճանապարհը բացում է, նրանք հետևից գալիս են։ Այո, եւ ասում է, եթե Թրամփը կարող է մտնել ինքնիշխան համարվող հիմա որ երկրի ղեկավարին առևանգել տանել, ըստ էության դա պատերազմի հայտարարում է առանց կոնգրեսի հավանության։ Որտեղ պատերազմական գործողությունները չէ անգամ Հայաստանի դեպքում հիշում ենք Փաշինյանը պարլամենտում ելույթ ունեցավ նոր հայտարարվեց ռազմական դրություն Թրամփը առանց նույնիսկ սեփական օրենքները պաշտպանելու կոնգրեսի այդ գործողությանը դիմեց դա հնարավորություն է տալիս թե ռուսներին թե չինացիներին ասելու որ եթե այդպես է մենք էլ մեզ իրավունք պետք է վերապահենք մեր կենսական ազդեցության գոտին, հետ խորհրդային տարածքները վարվենք այնպես, ինչպես բխում է մեր ազգային շահերից։ Հիմա այստեղ սկզբունքի հարց է։ Եթե մենք քարոզչական գործիքներ չենք, եւ մեզ հետաքրքիր է միայն հակառուսականությունը, կարող ենք մենակ այդ ուղղությամբ ցեղ շպրտել իրանց վրա, ասել իրանք սպառնում են մեր անվտանգությանը։ Բայց անվտանգության այդ ամբողջ ճարտարապետության սպառնալիքը արդեն Եվրոպական միությունն է ընդունել, կոնկրետ կոչեր են հնչում, հատկապես Գերմանիայում Ամերիկայից ձեռք քաշել, ստեղծել սեփական միջուկային վահանը Ֆրանսիայի հնարավորություններով եւ պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի տնտեսական հնարավորությունների վրա, ստեղծելով սեփական արհեստական բանականություն, որովհետեւ մոտ 70% Եվրամիությունը կախված է ամերիկյան ծրագրային ապահովումից, IT ոլորտում, նույնիսկ ռազմական։ F-35 վերջին սերնդի կորզանիշները ամերիկյան ծրագրային ապահովում այնպես է, որ դա հրապարակեցին այսպես, որ երկուսի կարող է անջատել ուղղակի դրանք չաշխատեն։ Այսօր Եվրոպան իրենց գում է խոցելի, ասում է ԱՄՆ-ն փաստորեն կարող է մեր անվտանգությունը չապահովել։ Մենք պետք է մեր անվտանգությանը տեր կանգնենք։ Պարոն Խաչատրյան, այստեղ ես ուզում եմ մեկ պահ դադար տանք, քանի որ մեր եթերաժամն է ավարտվել, սիրելի հայրենակիցներ, սիրելի ABC TV-ի հեռուստադիտողներ, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ինչպես նման դեպքերում լինում է, ձեզ հորդորում եմ շարունակել դիտել մեր այս ուղիղ հեռարձակումը, մեր հարցազրույցը, նրան տապանի այլ հարթակներում, մասնավորապես մեր Patreon-ում եւ մեր YouTube-յան այլ ալիքում, որով շարունակվում է այս հեռարձակումը։ Ձեզ հրաժեշտ եմ տալիս, մնացեք բարով, պարոն Խաչատրյան, մենք ունենք հեռախոսազանգ, ես կուզենայի ընդունել այն եւ շարունակենք մենք զրույցը։ Ալո, լսում եմ ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, Տիկին Արաքելյան, բարև ձեզ, պարոն Խաչատրյան, ողջունում եմ ձեզ հեռավոր Գլենդելից։ Պարոն Խաչատրյան, ես համաձայն եմ, որ ձեր իշխանությունները բավարար չեն պաշտպանում Հայաստանի շահերը, բայց հարցս Ամերիկայի շահերի մասին է Հայաստանի հետ կապված։ Դուք նշեցիք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ԱՄՆ-ի միջոցով սպասարկում են իրենց շահերը։ Ես համոզված եմ, դուք հայրենասեր մարդ եք, պարզապես նշեմ, որ դա լիովին համապատասխանում է ռուսական նարատիվին։ Հիմա իմ հարցի նպատակը բարձր այդ նարատիվը ճիշտ է թե չէ։ Այն, որ ԱՄՆ-ն 75-25 է անում, դա չի նշանակում դեռ, որ սպասարկում է Ադրբեջանի շահերը։ Դա նշանակում է միգուցե, որ
չի վստահում ձեր երկրին, քանի որ դուք ինչպես շատ լավ նշեցիք, դեռ Ռուսաստանի դաշնակիցն եք ՀԱԿ-ում եւ ԵԱՏՄ-ում։ Այսօր հիմա հարցը Պարոն Խաչատրյան, տեսեք, երեք այդ հարցը թե արդյոք սպասարկում է ԱՄՆ-ի միջոցով Ադրբեջանի շահերը։ 3 տարի առաջ դուք գործում եք ջերմուկը, 3-4։ Ինչ արևմուտքը խառնվեց, չի եղել գետնեք ներխուժում։ Եվրոդիտորդները, հիմա էլ Թրամփը, նրանք կարող էին դա թույլ տալ։ Թրամփը կարող էր դա դարձնել թուրքական, թուրք-ադրբեջանական, ադրբեջան-ամերիկյան նախագիծ, բայց դա չարեց։ Առաջին հարցը, եթե Ադրբեջանը լիովին ստանում է ամեն ինչ, ինչու Թրամփը չտվեց կամ ամերիկան չտվեց, որ պարզապես Ադրբեջանը գրավի այդ տարածքը, եւ երկրորդ, եթե Ադրբեջանը ստանում է ամեն ինչ, ինչու նա չի դեռ ստորագրում, միգուցե դա նշանակում է, որ նա լիովին չի ստացել ինչ որ ուզում է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ լավ հարցերի համար, հերթով պատասխանեմ։ Թրամփի վարչակազմը ելնում է այն կանխադրույթից, թե իրերի դրությունը ինչպես է հողի վրա։ Մենք պետք է հասկանանք հետևյալը. երբ դադարեց Ադրբեջանի ագրեսիան, երբ եվրադիտորդները եկան Հայաստան, Ադրբեջանը այլ հարձակումներ է գործել եվրոդիտորդների ներկայությամբ։ Ադրբեջանական հարձակումները դադարեցին, ես դա կարող եմ նույնիսկ եթե առիթ լինի Facebook-յան էջում տարածեմ, որպեսզի ամսաթվերով մենք նայենք երբ եկան եվրոդիտորդները, եվրոդիտորդների գալը չկանգնեցրեց Ադրբեջանին, Ադրբեջանին կանգնեցրել է Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, Պրահայում, դրանից հետո է դադարել ադրբեջանական ագրեսիա, այսինքն բուն եվրոդիտորդների գալը չի կասեցրել, այլ Նիկոլ Փաշինյանի ճանաչելը Արցախը որպես Ադրբեջան, եւ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները եվրոդիտորդները եկան այդ ճանաչելուց չէ, ներողություն, Արցախը այդ թվում ճանաչել Ադրբեջանի կազմ եղել է եվրոդիտորդների գալուց ահագին հետո, մի քանի ամիս հետո։ Տարբերություն կա այդտեղ, ես չեմ նվազեցնում Եվրոդիտորդները եկան դրանից մի քանի ամիս հետո 23 թվականի հունվարին, այդպես չէ։ Չէ, Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարեց Արցախը այդ թվում ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, դա եղել է եվրոդիտորդների գալուց մի քանի ամիս հետո։ Ես կարող եմ Facebook-յան էջում ամսաթվերով ցույց տալ հրապարակումները մամուլի, կհամեմատեք կտեսնեք։ Ես չեմ նվազեցնում եվրոդիտորդների թվականի հոկտեմբերին չէր, պարոն Խաչատրյան։ Տեսեք, եվրոդիտորդները երբ են եկել։ Ես ամսաթվերը անգիր չեմ հիշում, հրապարակեմ, ես վստահ եմ, ես նայել եմ, էլի ստուգել եմ, բայց անգիր չեմ հիշում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը երբ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ 22 հոկտեմբերին Պրագայում։ Եվ եվրոդիտորդները երբ են եկել։ 23 հունվարին երևի, Պրագայից հետո։ Եվրոդիտորդների դերը։ Այո, ես չեմ ուզում միջամտել ձեր խոսակցության մեջ։ Դա մենք կճշտենք, Պրահայում ընդունվել է հայտարարություն, բայց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում է հայտարարել, այդ թվում ճանաչում ենք Արցախը Ադրբեջան։ Ես Պրահայից հետո տևել է մի քանի ամիս այդ գործընթացը։ Այստեղ ժամանակը գնում է, ներող եղեք, այստեղ նվազեցնելու եվրոդիտորդների դերի նվազեցնելու թեման է հիմա քննարկվում։ Չէ, հենց դա եմ ուզում ասել, ես ուզում եմ որպեսզի ճշմարտությունը ընկալվի այն առումով։ Հերոստատիտողը ավելի շատ ուշադրություն դարձրեց ձեր այն հայտարարությանը, որ ամերիկյան այս ծրագիրը լիովին բավարարում է կամ արված է թուրք-ադրբեջանական ծրագրի օգտին։ Ես դա եմ ուզում։ Հիմա այդ թեման է Ես ասում եմ, քանի որ Հայաստանը համաձայնվեց Ադրբեջանի պահանջներին, Ամերիկան այլևս ինչ պետք է աներ։ Միացյալ Նահանգները դերակատարում չունեին Ադրբեջանի ներխուժումը կանգնացնելու։ Հայաստանի պահանջները ընդունելն է, դեր կատարել, ես դա ուզում եմ։ Բոլորը դեր կատարել են, բայց եթե Հայաստանը շարունակեր պնդել այն ինչ որ Ադրբեջանի համար անընդունելի է, կոնֆլիկտը շարունակվելու էր, որովհետև եվրոդիտորդների դեմ հարձակումներ Ադրբեջանի, ընդ որում Ռուսաստանի հետ համաձայնեցված, եթե հիշում եք, չէ՞, ինչպես էին ասում եվրոդիտորդները, շպիոններ են եկել են ՆԱՏՕ-ի բաներ են։ Հա, չէ, հիմա օքեյ է այդ թեմա։ Եվ այդ նախաստորագրելու այդ այսինքն եթե ես օրինակ ձեզ հետ կհամաձայնվեի այն դեպքում, երբ որ ամերիկյան այդ միջնորդությունից հետո միանգամից Ադրբեջանի զորքերը հաներ
մի քանի 100 քառակուսի կիլոմետր օկուպացված շրջաններից, որ այսօր զբաղացրել է։ Այս եւ կշարունակեր դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը, որը չի շարունակում եւ դա կապում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հետ։ Ադրբեջանը ինչու չի ստորագրում, որովհետեւ Հայաստանի օրենսդրությամբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածք է։ Դեռևս։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի բոլոր որոշումները ցանկացած այլ իշխանություն կարող է չեղարկել հղումանելով մեր անկախության հռչակագրին եւ սահմանադրությունը։ Օգտագործեցիք օրենսդրությամբ, թե այդ այնուամենայնիվ այդ անկախության հռչակագիրը հիմքն է սահմանադրության։ Ճիշտ է, հղումը միշտ կարելի է սահմանադրության։ Ասեցիք, օրենք կա այդպիսի հայ։ Չէ, օրենք չկա, բայց Ադրբեջանը այդ պահանջը դնում է, Դե մենք բոլորս գիտենք, որովհետև, հա, դա ասում եմ, ինչու չի շտապում ստորագրել, որովհետև ինքը ուզում է երկաթ բետոնը իր համար, երաշխիքներ, որ Հայաստանում երբեք որևէ այլ մեկը չի համարձակվի այլևս այդ հարցերը բարձրացնել։ Դուք դա պատասխանում եք ինչու չի ստորագրում, բայց Միացյալ Նահանգների դերակատարումը այս տրիփի հետ միանշանակ դա կանգնեցրել է։ Երկու ճանապարհ կա, մեկը միտումնավոր Միացյալ Նահանգները կատարեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկալի տարբերակը իրականացրեցին, երկրորդը փաստացի այդպես ստացվեց իրեն։ Ես իմ խոսքում իրականում դեռ պատասխանել եմ ամենասկզբում այդ հարցին։ Հայաստանի իշխանությունները քանի որ չեն դրել այդ խնդիրները, Ամերիկայի Միացյալ Նահանգները ինքը պետք է մտածի Հայաստանի անվտանգային խնդիրների մասին։ Եթե ասում եք դուք խնդիր չեք տեսնում, հիշում եք նաև ռազմագերիների հետ կապված հարց բարձրացրեց այն դեռևս նախաստորագրումից առաջ ասացին որ դեռևս պետք չէ թեմային անդրադառնալ Հայաստանի իշխանությունները վախենալով Ադրբեջանի արձագանքից հետո դա իրենք վերջին շրջանում հատկապես այդ փոխանակում ըստ էության տեղի ունեցավ ռազմագերիների։ Դե դա ենթադրվում է, մենք չենք լսել այդպես։ Հա, ուզում եմ ասեմ Հայաստանի ԱՄՆ-ն խնդիր չունի, եթե դու խնդիր չունես։ Ես որ ասում եմ ԱՄՆ-ն այսինքն միտումնավոր ոչ թե միտումնավոր է, չէ, ոչ թե միտումնավոր է արել, այլ հիմա տեսեք այն ժամանակ Միացյալ Նահանգները գումար էր հատկացնում բյուջեից, կար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, որը Ալիևը հասավ նաև դրա հեռացմանը Թրամփի այդ խաղաղության նախաստորագրումից։ Ինչու էր դա անում Ադրբեջանը ճնշում էր, չէ, ըստ էության ինչի համար, որտեղ Հայաստանն էր դա։ Հիմա Հայաստանը դա չի ասում, ԱՄՆ-ն համաձայն է ինչ խնդիր։ Այսինքն դուք ասում եք Ադրբեջանը իր շահը պաշտպանելով գնում է առաջ, Հայաստանը իր շահը պաշտպանելով չի գնում առաջ։ Հայաստանի իշխանությունների կենտրոնացումը այսօրվա խնդիրը փակել, ապագա ռիսկերը հետո մի բան կմտածենք, այս տրամաբանությունն եմ ես տեսնում։ Շնորհակալ եմ։ ԱՄՆ-ն խնդիր չի տեսնում, եթե դու հարցը չես բարձրացնում, ԱՄՆ-ն խնդիր չի տեսնում։ Հասկանալի է, դուք Հայաստանի դիրքորոշման վրա եք, վերագրում եք Հայաստանի միանշանակ, որովհետև Հայաստանը երբ հարցեր բարձրացրել է, թե ԵՀԿ Մինսկի շրջանակում, այդ հայտարարությունները, որ հնչել են Արցախին հարցը պետք է լուծվի 3 սկզբունքներով, դա մեր օգտին չէր այսօրվա հայացքով որ նայում ենք, ԱՄՆ-ն ինչու էր դրան համաձայն։ Բարի, Սիրելի հեռուստադիտող, երկրորդ հարցը չեմ հիշում, ճիշտ ասած, կարող եք հիշեցնել, դուք հիշում եք։ Երկու հարցն այն է, թե եթե Ադրբեջանը ստանում է ամեն ինչ ինչու չի ստորագրում եւ Դա պատասխանեց, որտեղ ամեն ինչ չի դեռ ստացել։ Ես համաձայն եմ, որ չկա վստահություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Բոլոր կողմերից չկա վստահություն։ Ադրբեջանի կողմից, Նաև Միացյալ Նահանգների, որովհետև դեռևս Հայաստանը ոչ բոլոր իրենց ծրագիրն են արել եւ երկրորդը երևի թե Միացյալ Նահանգների։ Եվ մենք դա տեսանք իդեպ նախորդին, երբ Ալիևի հետ ջերմ հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ ուղղակի այդ ֆոտոսեսիաներ եւ ոչ ավելի։ Բարի։ Եվ առաջին հարցը այն է, թե ինչու եթե ԱՄՆ-ն սպասարկում Ադրբեջանի շահերը, ինչու այդ թրիկը չդարձրեց ենթադրենք թուրք ամերիկյան եւ ինչու ներգրավեց Հայաստանին։ Որովհետև դա Հայաստանի տարածքում է եւ Թուրքիան անպայման ունի իր մենք ես հիշեցրեցի որ հենց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետո այդ պրոյեկտը սա տարածաշրջանային նախագիծ է մենք պետք է հասկանանք եւ այս 30-ամյա հակամարտությունը այդ նախագիծը ըստ էության բացեց եւ Հայաստանն էր խնդրեմը հետեւաբար Հայաստանի տարածքում այդ խնդիրը լուծելն է խնդրեմը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ԱՄՆ-ն ոչ թե սպասարկում է նրանց շահերը այսպես միտում ԱՄՆ-ի շահերից է բխում նրանց հետ այս պրոյեկտը իրականացնել է որովհետեւ սա տարածաշրջանային կենտրոնական Ասիա միջև Եվրոպա տանող Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունը թուլացնող եւ ինչպես նշեցի բացի նավթագազայինը նաեւ հատուկ հազվագյուտ մետաղներին տիրանալու մենք պետք չի մոռանալ որ Սյունիքը նաեւ մետաղական հանքեր մենք ունենք որտեղ նույնպես հետաքրքրություն կարող է լինել կենտրոնական Ասիայում տեսեք Հայաստանում դատա կենտրոնը չէ կառուցվում հովացման հզոր համակարգ է պահանջում 100 մեգավատ հոսանք դա հսկայական էներգետիկ պահանջմունք է, որը բավարարելու համար օրինակ կարող են հովարային անջատումներ սկսել, եթե էներգետիկ համակարգը դրան պատրաստ չլինի։ Բայց Հայաստանը ինչով է հետաքրքիր, որ Հայաստանում օրինակ այստեղ Երևանում կարող է լինել +30
Արագածի վրա կամ այլ տարածաշրջաններում ամբողջ տարի բավական մեղմ կլիմա է եւ այդ հնարավորություն տալիս է հովացման այդ տեխնոլոգիաները իրականացնելու եւ լոգիստիկ առումով կենտրոնական Ասիայից Ուզբեկստանից այնտեղ էլ կան հատուկ այդ մետաղները բերել Հայաստանում այդ ամեն ինչը մշակել օրինակ դատա կենտրոններով դա նաեւ լոգիստիկ տրամաբանություն է այսինքն Հայաստանը այդ առումով կարեւորվել է եւ այստեղ բայց առանց Ադրբեջանի եւ Թուրքիայի դա անհնար է ապահովել Այսինքն Ադրբեջանի Թուրքիայի դերը դրանով ավելի բարձր է ԱՄՆ-ի աչքում, քան Հայաստանը։ Հայաստանը ընդհանրապես օղակն է, բայց այդ ցանցը առանց Ադրբեջանի եւ Թուրքիայի անհնար է իրականացնել։ Հետևաբար նրանց շահերի բավարարումը լինելու ավելի առաջնային է նրանց աշխարհաքաղաքական կշիռը հաշվի առնելով։ Դա ոչ թե ԱՄՆ-ի ընտրությունն է, որ ես սիրում եմ Ադրբեջանի եւ Թուրքիային ավելի եմ տեղ տալիս, այլ դա օբյեկտիվ իրականություն է։ Եվ այդ իրականությունը հաշվի առնելով էլ, բայց նաեւ նկատի ունենալով, որ առանց Հայաստանի այդ պրոյեկտը չի իրականացվի, որովհետեւ Վրաստանի տարբերություն մեզ ոչ թե անխոչնդոտ ճանապարհ է տալիս, այլ տրանզիտ է ապահովում, որի վստահությունը հատկապես այս իշխանափոխությունից հետո Վրաստանում իրադարձություններից չունեն թուրքերն ու ադրբեջանցիները, որ Վրաստանը այդ անխոչնդոտ կապը իրենց համար միշտ կապահովի։ Հայաստանը դառնում է թույլ օղակ, բայց այդ թույլ օղակից մենք պետք է դուրս գանք, որովհետև մենք շատ թանկին ենք վճարի, ասածս դա է։ Ոչ թե հակադրվելով ԱՄՆ-ին, այլ ցույց տալով, որ կան այս անվտանգային ռիսկերը եւ հենց թրիփը ռիսկի տակ է ապագայում, եթե այս խնդիրները չհասցեագրվեն եւ լուծում չստանան։ ԱՄՆ-ին պետք է ցույց տալ, որ այս ծրագրի ապագան կախված է Հայաստանի շահերը հաշվի առնելով։ Անտեսումը հղի վտանգներով։ Ականներ են, որոնցից կարող օգտվի եւ Ադրբեջանը ԱՄՆ-ի անտարբերության դեպքում ներխուժելով եւ աշխարհակական այլ կենտրոնները Իրանը, Ռուսաստանը վտանգելով այդ ծրագրի ընդհանրապես հեռանկարայնությունը։ Ճիշտ ասած աչքովս ընկավ, բայց վստահ չեմ հիմա ձեռքից տակ չի այդ ինֆորմացիան, մի փոքրիկ լուր, որը պետք է ճշտել, ես շնորհակալ եմ սիրելի հեռուստադիտող, եթե բոլոր հարցերին պատասխանը եղավ, ես անցնեմ հաջորդ հարցին, հա։ Okay, խնդրեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պետք է ճշտել այս ինֆորմացիան, Ադրբեջանը դիմել է Վրաստանին եւ ասել Հայաստանը եւ Ադրբեջանը հրաժարվում են վրացական տրանզիտից։ Սա մի քիչ հարցեր է բարձրացնում Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները վատացնելու եւ ինչու է Ալիևը նման առաջարկ կամ հայտարարություն արել եւ կախվածությունն է Հայաստանի մեծացվելու, եթե այդպիսի տրամաբանություն սկսի գործել։ Տեսեք, եթե Հայաստանը ընդունում է, որ ինքը թուրք-ադրբեջանական դաշինքի մեջ է, մեծ հաշվով, ասենց բնականաբար նրանց հորդորներին պետք է սկսի ականջալուր լինել եւ այո, եթե մենք լուրերով կարծեմ տեղեկացանք, որ վրաց-ադրբեջանական տրանզիտի հետ կապված իսկապես կան խնդիրներ, Վրաստանը խոչընդոտներ է ստեղծում։ Բայց այստեղ Հայաստանին էլ է ուզում խառնել Ալիևը խառնում է, որպեսզի ճնշում գործադրի Վրաստանի վրա եւ ըստ էության երևի թե մեկ գրակոչով երկու նպաստակ կապել։ Դե Հայաստանը այս դեպքում արդեն խոցել է իրեն դարձրել Հայաստանի իշխանությունները դարձրել են իրենց կմահաճույքների զոհը։ Եթե Ադրբեջանի տակտիկան հետեւյալը կարող է լինել Հայաստանին թե ավելի սեղմել, կոպիտ ասած, թե Վրաստանի վրա ճնշում, որ ավելի վերանային նաև իրենց պայմանագրերը, ինչպես նշեցի 50-50 է, որոշ տեղերում տրանզիտի համար վճարում են, անխոչնդոտ կապ որպես այդպեսին, Վրաստանը չի պարտավորվել, եւ այս դեպքում Հայաստանը այս թուլությունը, գիտեք, միշտ վտանգը բերում է հնարավորություն։ Ես ցանկացած վտանգի դեպքում Հայաստանի հետ կապված տեսնում եմ հնարավորություն։ Այստեղ իշխանությունների կամքն է եւ խելացությունը, հեռանկարայնությունը օգտվելու։ Այս դեպքում սա շանս է, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները ավելի ամրապնդել, փորձել Ադրբեջանին զսպել, ինչու ոչ ներքաշելով նաեւ Իրանին։ Եվ նաեւ բանակցային խաղակարդ օգտագործել հիմնավորելու, թե ինչու պետք է Հայաստանը չպարտավորվի 100 տարով անխոչնդոտ կապ ապահովելու, մենք տեսնում ենք դրա հետևանքները։ Վաղը միսօր տարածաշրջանի ամբողջ անվտանգային համակարգը կարող քանդվել։ Իրոք քանդվել Վրաստանը եթե լրիվ ինչքան Ադրբեջանը սեղմի Թուրքիայի հետ միասին այնքան կուղի դեպի ռուսական ուղղություն եւ մեր օթերը կոպիտ ասած այս առումով ռիսկեր են առաջացնում եւ դա կվտանգելու են այլ թրիփի հեռանկարայնություն հետագայում կարող են ոնց ռուսներին հիշում եք ռուսներն էլ Հայաստանում էլ ասում էին Ռուսաստանը որ մտավ դուրս չի գա կյանքում Ղարաբաղից որտեվ իրանք դաշնակիցներ են Ոնց էր հակառուսական քարոզությունը մի ժամանակ հիշում եք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներին եկել են հայերին, ոչնչացնեն եւ այնտեղ էլ միշտ մնալու են։ Ալիևը շատ հանգիստ հեռացրեց։ Ինչ է ձեզ թվում, որ Ալիևը այսպես խելքեթում է կամ Թուրքիա խելքեթում է, որ Ամերիկային միշտ այստեղ թողնեն։ Ինչի՞ ձեզ չի թվում, որ կարող է մի պահ իրենք ազատ զգալով Ամերիկային էլ հեռացնեն։ Հատկապես որ ամերիկացիները առաջնորդվում են այն սկզբունքով, որ եթե իրենց
հիմնական խնդիրները բավարարվի, իրանք խնդիր չեն տեսնում դաշնակցային պարտավորությունների, ոչ Ուկրաինայի, ոչ Եվրամիության առջև։ Այդ ռիսկերը պետք է կառավարել, դրա համար եմ ասում, բանակցություններում պետք է Հայաստանի այդ շահերը հասցեագրվել, թե չէ մենք խոցել ենք։ Բայց դրա հետ մեկտեղ դուք ասում եք, որ բոլոր այդ կետերը, որոնք դուք մատնանշեցիք, այդտեղ բոլոր տեղերում դեռևս հնարավոր է ճիշտ հնարավոր է, որովհետև պայմանագիր չէ դեռևս իրավական ուժ ունի, եւ բացի դրանից, եթե անգամ ինչ-որ բան նախաստորագրվել է, գոյություն ունի, ճիշտ է, Թրամփը չի ընդունում ՄԱԿ-ը եւ այլն, այսօր, բայց գոյություն ունեն կոնվենցիաներ ՄԱԿ-ի, օրինակ միջազգային պայմանագրերի չեն լուծարվել, հա, դրանք սկզբունքներ կան, չի կարելի ինքնիշխան երկրին ստիպել 100 վասալային գաղութային պարտավորություն։ Դա չի բխում ՄԱԿ-ի կանոնադրությունից։ Շնորհակալ եմ, անպայման ուզում եի խոսենք նաև այդ Դավոսում տեղի ունեցածի մասին, Հայաստանի Ադրբեջանի ղեկավարները, ինչպես դուք էլ նշեցիք, բոլորս գիտենք, նրանք Դավոսում միացան այդ Միացյալ Նահանգների Թրամփի մասնավորապես առաջարկած այդ խաղաղության խորհրդին, իսկ եվրոպական երկրները, ինչպես գիտենք, բոյկոտել են դրանք։ Հիմա Հայաստանը հայտնվել է մի միավորման մեջ, որտեղ կա Պակիստան, մենք խոսում ենք հայ ներողություն Հնդկաստանի հարաբերությունների մասին, ֆրանսիական հարաբերությունների մասին, իսկ ստեղ բոլորս գիտենք ինչ ցանկ է, ինչ ցուցակ է հրապարակվել, ովքեր են մտել եւ այստեղ հարց, ինչին էր պետք Թրամփին այդպիսի երկրներ, ինչին է պետք Հայաստանին միանալ, Հայաստանը հնարավորություն ուներ ասելու ոչ, թե Հայաստանի համար շատ ձեռնտու է, որտեղ կարծիքները շատ են տարբերվում, իրարամերժ կարծիքներ են, ոմանք ասում են դա հրաշալի էր, մանավանդ այդ լուսանկարները Թրամփը նայում է առաջ ոգևորվում են, որ Պուտինն է, չգիտեմ, Քոչարյանին զանգահարում շնորհավորում ծննդյան օրվա կապակցությամբ, Պուտինն է լավ նայել, հովանոց է բացել, հիմա Թրամփն է նայում Փաշինյանին, ոգևորություն մի կողմից, դες փոխելու ավելի շատ հոգեբանություն է, այո, ոգևորություն, որ Հայաստանը այդպիսի բարձր ատյաններում է գտնվում, ամբիոններում է գտնվում, մյուս կողմից մեծ վտանգ են տեսնում Հայաստանի համար այդտեղ հայտնվելը։ Ձեր կարծիքը։ Ես վտանգ չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ գործիք դառնալու PR-ի, Թրամփի անձնական PR ապահովելու համար, այսինքն դա ինչպես նաև խոսքի մեջ շեշտեցի, դեռևս միջազգային այսպես կազմակերպություն չէ, դա ակումբ է, քաղաքական կարելի ասել ակումբ է, Թրամփի ակումբ, ես դա այսպես կձևակերպեմ, որի միջոցով Թրամփը փորձում է աշխարհին պարտադրել իր պատկերացում աշխարհակարգի։ Նա դժգոհ է ՄԱԿ-ից, նա դժգոհ է եվրոպացիներից, Եվրամիությունից եւ տանելով այդ նաև իր նախընտրական խոստումը, որ ԱՄՆ-ն պետք է ընդարձակի իր տարածքները, բառացիորեն այդպիսի հայտարարություններ կային, որքան ես հիշում եմ, կամ ազդեցությունը աշխարհում, ըստ էության նա իրականացնում է իր նախընտրական ծրագիրը ժողովրդին տրված իր, եւ միաժամանակ այդ դոկտրինը, Դոնրոյի դոկտրինը, որը նշեցի։ Հայաստանը ինչ է դրանից ստանում։ Հայաստանը, այսինքն մենք պետք է Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունները փորձենք միշտ տարանջատել։ Ասում եք կարող էր Հայաստանը ասել ոչ։ Հայաստան կարող էր ասել ոչ, բայց Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն կարող ասել ոչ, որովհետեւ դա կնշանակի ըստ էության բոյկոտել Թրամփին, ում համարում են խաղաղություն բերող հայ-ադրբեջանական եւ երաշխավորը մեր այս նոր համակարգի անվտանգության։ Չէր կարող Նիկոլ Փաշինյանը ուղղակի չգնալ, բայց միաժամանակ Փաշինյանը համարում է, որ Միացյալ Նահանգներն են երաշխավորը Թրամփը, որովհետեւ Միացյալ Նահանգների այդ եմ ասում, մենք պետք է նաեւ ինչ-որ ժամանակ փորձենք տարանջատել ղեկավարներին երկրներից, որովհետեւ հենց Թրամփի օրինակով տեսնում ենք, որ Բայդենի օրինակով տեսնում ենք, որ տարբեր են մոտեցումները։ Բայդենը ամեն ինչ տալիս էր Ուկրաինայի հաղթանակի համար, Պուտինին անձնապես վիրավորում, Թրամփը այսօր Պուտինին հրավիրում է այդ ակումբ, Պուտինը պատրաստ է Ուկրաինա կիսել, եւ պատկերացրեք ուկրաինացիների վիճակը այսօր իրենց տեսանկյունից նայենք, այսինքն մենք տեսնում ենք, չէ, իրականությունը կա։ Ինչու մենք չենք պրոյեկտում սցենարներ մեր համար, որ կարող է նաեւ դա մեզ հետ պատահել։ Նիկոլ Փաշինյանի պարագայում մերժել չէր կարող, Հայաստանը կարող է իր անվտանգային այդ հնարավորությունները լինի իշխանությունների նկատմամբ ճնշում հասցեագրելու։ Պետք չէր, չեմ կարծում, որ պետք էր այս պարագայում, բայց լերը մուկ ծնեց, ինչպես ասում են, Թրամփը ասում է, որ 50 երկիր հետաքրքրված է, պարզվեց 19-ն ստորագրել, Եվրոպայից ընդամենը Բուլղարիան եւ Հունգարիան։ Մենք էլ գիտենք դա մոտավորապես, որ
ինչպեսի Եվրամիության հետ ինչ հարաբերություններ ունեցող երկրներ։ Խոսքով վտանգ դեռ գոնե դրա այդ իրավական հետևանքներ որպես այդպեսին չկան, դա ես Հնդկաստանին եւ Ֆրանսիային մատնանշեցի։ Մենք ընդամենը ոնց որ ասած իմիջային խնդիր ենք այստեղ տեսնում եւ փաստացի եթե Թրամփը Եվրամիությանը համարում է խնդիր սպառնալիք, մենք փաստորեն տեղավորվում ենք Եվրամիության դեմ նույնն էլ գործող սպառնալիքների եվրոպական երկրներն են Միացյալ Նահանգները արդեն սպառնալիք համարում իրենց։ Մենք ուրեմն մեզ տեղավորում ենք այդ համակարգում։ Որտեղ։ Հիշում եք ինչքան են զաղրում, երբ Հայաստանը կողմ էր քվեարկում Ռուսաստանի բանաձևերին, որին միանում էին աֆրիկյան երկրներ, Բելարուս, չգիտես, այդպիսի երկրներ, հիմա մենք փաստորեն նման մի կարգավիճակում ենք այս ուղղությամբ եվրոպական ընտանիքից մեզ ինչ-որ իմաստով դուրս ենք դնում եւ դա հակասում է, այո, եվրոինտեգրման այն կուրսին, որը ասվում է, այս դեպքում գոնե եվրոպացիների հետ պետք է համաձայնեցնել։ Իսկ եվրոպացիները տարբեր հիմնավորումներ են բերել, օրինակ ասել են, որ դուք Պուտինին հրավիրում ես, մենք կանք ինչ անենք այդտեղ։ Փաշինյանը դա չէր կարող այդպես ներկայացնել, բայց կարող էր Ադրբեջանը եթե չգնար, Փաշինյանը կարող չգնար։ Այսինքն միակ պատճառը դա կարող է։ Ալիև ու Փաշինյանն է։ Այո, ստացվել է այսպես անբաժանելի զույգ են, եթե Ալիևը մերժեր, Փաշինյանը կարող է մերժել։ Թրամփի համար անբաժանելի զույգ են եւ ընկերներ են, նա հրապարակային հայտարարեց ընկերներ են, ձևակերպեց իր ընկերների շրջանակը, Պակիստան, Սաուդյան Արաբիա, որոնք աշխարհի ամենա ոչ ժողովրդավարական երկրների top 10-ում են եւ մենք պետք է հետեւություն անենք, որ սա է այսօրվա վարչակարգի քաղաքականությունը, բայց պետք է նաեւ նկատի ունենանք, որ դա կարող է մի քանի տարի հետո փոխվել։ Հետևաբար Եթե ոչ մի քանի ամիս, գուցե, որովհետեւ Թրամփի իմպիչմենտի հարցը են բարձրացնում Միացյալ Նահանգներում, դատական process-ներ կան, այսինքն Թրամփի այս դոկտրինը վստահելի չի որ կարող է շարունակվել։ Շատ շնորհակալ եմ այսօրվա Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք պարոն Տիգրան Խաչատրյանի հետ, քաղաքագետ, Եվրոպագետ։ Պարոն Խաչատրյան, քանի որ առաջին անգամ եք չեք կարող ներկայացնել պաշտպանել եք, ինչ որտեղ սովորել եք, որտեղ եք սովորել, մի քիչ ձեր մասին։ Ես Երևանի պետական համալսարանում եմ ավարտել քաղաքագիտության բակալավրիատը, այնուհետև շարունակել մագիստրոսական կրթությունը եվրոպագիտության, եվրոպական ուսումնասիրությունների մասնագիտությամբ։ Իմ հիմնականում ես դրանից հետո անցել եմ այսպես լրատվական վերլուծական աշխատանքի եւ տարբեր լրատվամիջոցներում եմ հանդես եկել, ունեցել եմ ռադիոներում, հանրային ռադիոյում, տարբեր ռադիոներում վերլուծական հաղորդումներ, այո, հասարակական տարբեր նախաձեռնություններ եմ ունեցել, օրինակ բնապահպանական թեմաներով, նաեւ սեփական արտադրության ֆիլմեր եմ փորձել բարձրացնել Սևանի հիմնախնդրի կարևորությունը մեզ համար, դա մի առանձին թեմա է, ես այդ հենց 20 թվականի պատերազմից հետո այդ ֆիլմը չնայած ակտուալ չէր այդ ընդհանուր մթնոլորտում, բայց ցույց է տալիս նկատի ունեմ այդ Արցախի բոլոր այդ խառը վիճակներն էր եւ դու ինչ որ Սևանի, բայց հենց դա էի ուզում բարձրացնել, որ եթե մենք չսիրենք չգնահատենք մեր հարստություններից, Սևանը նաև քաղցրամջերի հսկայական պաշար է, մենք չպետք է մեզ թերագնահատենք, որ թույլ երկիր ենք, թույլ երկիր լինենք, աշխարհի հզորներին 30 տարի մեր դրանը չենք կապի, Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Արցախով էին մեզ կապել Ադրբեջանի դրանը, բայց ինձ թվում է մենք Արցախով աշխարհին էինք կապել, ինչ որ իմաստով մեծամտություն չհնչի, եւ նաև Ադրբեջանին էինք կապել, գիտեք ինչն է հետաքրքիր, որ իրենք մտածում են միշտ Տշնամու կողմից չեն մտածում, որ Արցախը նաև մեր համար միջոցեր ազդելու Ադրբեջանի վրա եւ մենք կարող ենք պայմաններ թելադրել, այսինքն դա արել ենք, ճիշտ է, շատ սխալների արդյունքում կորցրեցինք, բայց ունեցել ենք այդ ռեսուրսը, այդ հնարավորությունը, Սևանն էլ պատահական չի, որ Ալիևը ջերմուկ է ներխուժել, պատահական չի Խարվաճարի այդ գծով Վարդենեսի ուղղությամբ իրադարձությունները, նրանց աչքը Սևանի վրա է, Բասար Գեչար Գինեն արտահանում Սևանի նկարով գոյչա կոչում, այդ էի բարձրացնում, նաև այդ նկատի ունեմ նման աշխատանքով կարևորությունը գնահատելու մեր ունեցվածքը տեր կանգնելու եւ Սևանի հանդեպ վերաբերմունքը փոխելու, դա կնշանակի վերաբերմունքը փոխել նաև մեր երկրի պահել մաքուր խնամքով, որտեվ դա կարող է մեր նավթը դառնալ ապագայում եւ նոր պատերազմների ճգնաժամերի պատճառ դառնալ։ Շնորհակալ եմ։ Սխալները բոլորն են անում, բայց որոնք նաեւ սխալների ուղում են անում։ Հույս ունենանք, որոշ սխալները քաղաքական կոնյունկտուրայից այդ քարոզչական կլիշեներից դուրս գալ եւ մտածել երկրի հեռանկարների մասին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, զրուցվարում եմ ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։